Դոկ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը կալանավայրից ձայնային ուղերձ է հղել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորից, ովքեր շարունակում են ինձ աջակցել։ Օրերս Գայանե Մանուկյանի լրատվական կայքում հայտնվել էր տեղեկատվություն, որին փաստաբանական խումբն իրականացնում է տեղեկատվության հավաքագրում։ Այդ տեղեկատվությունը հրապարակվել է իմ գիտությամբ եւ 100% ճիշտ է։ Ուզում եմ հայտնել, որ այնինչ հրապարակվում է իմ Վարդան Ղուկասյան Telegram-յան ալիքում, քննարկման ենթակա չէ, այն հրապարակվում է իմ գիտությամբ, ասում է Վարդան Ղուկասյանը։ Ղուկասյանն իր ձայնային ուղերձում շարունակելով խոսքը կոչ է անում Հայաստանում ապրող իր աջակիցներին եւ կուսակցության անդամներին մարտի 25-ին ժամը 12:00-ին հավաքվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ։ Իմ մեկուսացումը լիակատար դրախտային իրավիճակ է ստեղծել ՀՀ խաղաղության համար։ Վարչապետը հայտարարում է, որ հակառակորդի ցանկացած ագրեսիա պետք է դիմավորել աղուհացով։ Տեսեք ինչ է կատարվում Թուրքիայում, այնտեղ նույն կերպ դիմելով ԱՄՆ կառավարությանը կալանավորեցին թիվ 1 ընդդիմադիրին։ Թուրք ժողովուրդը փողոց է դուրս եկել պահանջելով իր քաղաքական լիդերին ազատ թողնել։ Մենք ոչ թե փողոց դուրս գալով պետք է պահանջենք Վարդան Ղուկասյանի ազատությունը, այլ Հայաստանի փրկությունը։ Խնդրում եմ երեքշաբթի օրը ժամը 12-ին մեկ մարդու նման հավաքվում ենք ԱՄՆ դեսպանատան առջև ԱՄՆ կառավարությունից պահանջելով իմ գործի օբյեկտիվ քննություն։ Չգիտեմ ով է այն պաշտոնյան, ով գործարքի է գնացել ՀՀ հանցագործ իշխանության հետ, թող ցուցաբերի զսպվածություն եւ ճիրանները հետ քաշի ինձանից։ Այնինչ տեղի ունեցավ Արցախում, տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետությունում։ Այսօր Հայաստանի փրկությունը ձեր ձեռքերում է։ Պահանջեք ԱՄՆ դեսպանատնից, որպեսզի ազատ արձակեն Վարդան Ղուկասյանին, տանեն օբյեկտիվ քննության։ Պահանջեք չտրվեն ՀՀ գլխավոր դատախազի այդ լրիփի կողմից ուղարկված հեքիաթներին։ Ես 2017 թվականին հեռացել եմ Հայաստանից։ Ինչ մարդկանց թրաֆիքինգ, ինչ մանկապղծություն։ ԱՄՆ-ում պետք է հասկանան, որ գործ ունեն հանցագործների հետ։